Պապիկից ինչ-որ բան ուզել ես։ Հա։ Ինչ ես ուզել։ Երջանկություն։ Տոնական լույսեր, զարդարանք, ջերմ տրամադրություն ու մեծ ակնկալիքներ գալիք տարվանից Արտիկի ազատության հրապարակում Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Արտիկի համայնքապետարանի աշխատակազմի, ավականու անդամների, վարչական ղեկավարների, համայնքի բնակիչների մասնակցությամբ վարվել են Արտիկ համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ «2026 թվականն այստեղ դիմավորում են նոր տոնածառով։ Այս տարի Արտիկ քաղաքի ազատության հրապարակը զարդարել է 15 մետր բարձրությամբ բոլորովին նոր ամանորյա եղևնին։ Այս տարի ի տարբերություն մնացած տարիների առաջի անգամ է Արտիկ համայնքը տոնում նոր տարին նոր տոնածառով 15 մետր բարձրությամբ նոր ամբողջովին նոր տոնածառը մեզ տրամադրել են իմ լավ ընկեր Գինյաս Խաչատրյանը, որի համար շնորհակալ եմ իմ ընկերոջից։ Արտիկի համայնքապետարանը ջանք չի խնայել համայնքը նոր տարվա գույներով զարդարելու համար, ամանորյա երանգներով զարդարելով Արտիկ քաղաքի կենտրոնական փողոցները, Էստակադան եւ Ազատության հրապարակը։ Իսկ Արտիկ համայնքի բոլոր 23 գյուղերին համայնքապետարանը տրամադրել է բոլորովին նոր 6 մետր բարձրությամբ տոնածառեր, զարդարանքով եւ լույսերով։ Այս ամենն իհարկե շփիտ ու ակտիվություններ հաղորդել քաղաքին։ Շատ ուրախ ենք, որովհետև Արտիկում այսպիսի բաներ կազմակերպելը հետաքրքիր է, նախ երիտասարդության համար, հետո ինձ թվում է մեծերի են, որ դա հին ժամանակներում չի եղել։ Շատ սիրուներ, զարդարանքները։ Ամեն տարի կատարելագործիկ է։ Թող ապրի, ունողներ, ուրախացողներ հետը։ Տրամադրությունը շատ բարձր է։ Հիանալի կազմակերպած, շատ լավ տրամադրություն։ Ամանորին նման կերպ պատրաստվել է նաև առիթ է մեկ օրում համայնքի բնակիչներով հավաքվելու ու ընդգծելու այն փոփոխությունները, որոնք գրանցել է Արտիկը անցնող տարում։ Յուրաքանչյուր տարի բարձր տրամադրությամբ, շատ ծրագրերով, համաչափ զարգացումով հասցրել ենք 25 թվականի ավարտը։ Շատ ծրագրեր կյանքի է կոչվել արդեն 25 թվականին ու լիքը սպասվելիք ծրագրեր ունենք, որ 26 թվականում ենք իրականանալու ու լիահույս եմ, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչվելու են այս ժամանակացույցին։ Տոնակատարությունն ուղեկցվել է երկու պարով, անակնկալներով երեխաներին ուրախացրել են ձմեռ պապը, Ձյունանուշը եւ մուլտերոսները։ Շնորհավոր նոր տարի։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025 թվականին իրականացված աշխատանքները։ Նախքան կառավարության կողմից իրականացված աշխատանքների ներկայացումը անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն Եվրամիություն Սիգմա համատեղ նախաձեռնության զեկույցի արդյունքներին, որը հրապարակվել է 2025 թվականի դեկտեմբերի 9-ին եւ գնահատել է Հայաստանի հանրային կառավարման համակարգը։ Նշվել է, որ իրականացված գնահատումը հիմք կդառնա հանրային կառավարման բարեփոխումների նոր ռազմավարության մշակման համար։ Ներկայացվել է, որ գնահատում իրականացվել է 6 հիմնական ուղղություններով, այդ թվում ռազմավարություն, քաղաքականություններ, մարդկային ռեսուրսներ, հաշվետվողականություն, ծառայություններ եւ թվայնացում, հանրային ֆինանսների կառավարում։ Ըստ զեկույցի արձանագրվել են հետեւյալ հիմնական ձեռքբերումները. ռազմավարությունների իրավական ամբողջական հիմքի կառուցում, քաղաքականությունների բարձր մասնակցայնություն, բյուջեի բարձր հաշվետվողականություն։ Նշվել է, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է թվային վերափոխման ուղղությամբ, որն արձանագրվել է նաև միջազգային այլ ինդեքսներով։ Հաջորդիվ զեկուցվել է հանրային կառավարման բարեփոխումների ուղղությամբ 2025 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Ըստ այդմ ընդունվել է ռազմավարական կառավարման նոր աշխատակարգը, աշխատանքներ են տարվում ռազմավարությունների մշակման ուղեցույցի ընդունման ուղղությամբ, ձևավորվել են աշխատանքային խմբեր, ծառայությունների մատուցման ուղղությամբ ներդրվել են միասնական ստանդարտներ, գոհունակության գնահատման համակարգ, իրականացվել են աշխատանքներ կյանքի 12 իրադարձությունների եւ միասնական հարթակից ստեղծման ուղղությամբ։ Մանրամասներ են ներկայացվել նաեւ մասնակցային կառավարման եւ ռազմավարական հաղորդակցության ներդրման շուրջ իրականացված աշխատանքների վերաբերյալ։ Ներկայացված զեկույցների եւ իրականացված աշխատանքների հետ կապված տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։ Վարչապետը կարևորել է բոլոր ուղղություններով առաջիկա անելիքների պլանի մշակումը եւ հստակ
ժամկետների սահմանումը, հանրային կառավարման բարեփոխումների ընթացքի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարին կից ձևավորվող հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար 30 հայտ են ստացել։ Ոլորտով մտահոգ եւ երբեմն քննադատությամբ հանդես եկող տարբեր ընկերություններ, կազմակերպություններ նույնպես ներկայացրել են իրենց հայտերը։ Նոր դիմումներ այլևս չեն ընդունելու։ Հիմա մասնագիտական խումբը պետք է ուսումնասիրի հայտերին կից փաթեթները։ Եթե դրանք համապատասխանեն նախապես սահմանված չափանիշներին, հայտատուները կընդգրկվեն խորհրդի կազմում։ Կազմակերպությունները պետք է վերջի 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա գործունեության փորձառություն ունենան եւ առնվազն 2 ծրագրի իրականացում, իսկ ֆիզիկական անձանց դեպքում 3 տարվա գործառույթության փորձություն է պահանջվում եւ առնվազն 2 ծրագրերի մասնակցություն։ Վարչապետի որոշմամբ նոր կարգով հասարակական խորհուրդներ են ձևավորվում բոլոր նախարարների ու կառավարության ենթակա մարմինների ղեկավարներին կից պահանջվող չափանիշները գրեթե նույնական են, ոլորտում գործունեության փորձ իրականացրած հստակ ծրագրեր։ Փորձ ցույց է տալիս, որ երբ քաղաք հասարակությունը եւ հանրությունը ներգրաված է լինում ռեֆորմներում, դրանք ավելի որակյալ են լինում եւ ներառական են լինում։ Խորհրդի կազմում ընդգրկվածները նախարարի հետ կարող են կազմակերպել ոլորտին առնչվող ցանկացած հարցի քննարկում, այսպիսով նաեւ ձևավորել քաղաքականության համար օրակարգ։ Վարչապետի աշխատակազմում գործում է մասնակցային կառավարման վարչություն, որն ապահովում է հանրության, քաղաքասարակության մասնակցությունը բարեփոխումներին, պարտադիր։ Մենք պատրաստ ենք քննարկումների եւ մեր բարեփոխումները, օրենքները, կարգերը ավելի որակյալ դարձնելու։ Այս տարեսկզբից է ձևավորվել գործում վարչապետին առընթեր հանրային խորհուրդը։ Խորհրդակցական մարմինը կգործի մինչև նոր կառավարության ձևավորումը։ Ասում են, կարողանում են հանրությանը հուզող կարևոր թեմաները հասցնել որոշում կայացնողներին, անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ։ Հատկապես այսօր ես կարծում եմ, որ հանրային խորհուրդը իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ ազգային անվտանգության, պաշտպանական համակարգի, ազգային ու հանրային կյանքի ռազմավարական ուղղություններին վերաբերող քննարկումներում բացահայտված տեղեկությունը ճիշտ հասցնել հանրությանը եւ հակառակ ուղղությամբ նույնպես կառավարությանը ճիշտ հասցնել հանրությանը մտահոգող խնդիրները։ Հասարակական խորհուրդներն էլ ըստ էության նույն գործառույթը պիտի ունենան անկախ քաղաքական հայացքներից։ Հունվարին արդեն կազմ պատրաստ, հստակ ժամանակացույցով պիտի անցնեն առարկայական քննարկումների։ Նվազագույնը 4 քառակուսի մետր տարածք, անազատության մեջ պահվող յուրաքանչյուր անձի համար։ 23 թվից եմ ստեղ ու տվեցին 4 տարին։ Արդեն 3-րդ տարին 58-ամյա կինը Աբովյան քրեակատարողական հիմնարկում է։ Գողության համար է դատապարտվել։ Դրական վարքը հաշվի առնելով գտնվում է ցածր անվտանգային գոտում։ Դա նշանակում է ոչ թե խցային, այլ կացարանային պայմաններ, տեղաշարժի համեմատաբար լայն հնարավորությամբ։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված 70 կին կա, 7 անչափահաս ու նաև 3 մինչև 21 տարեկան անձ։ Ընդհանուր 80-ը, որոնցից 13-ն օտարերկրացի է։ Անչափահաս դատապարտյալները լավ վարքի դեպքում չափահաս դառնալուց հետո էլ որոշ ժամանակ կարող են պահվել այստեղ։ Քրեակատարողական հիմնարկի պետն ասում է, անչափահասներն ազատազրկման վայրում հայտնվում են հիմնականում դանակահարության ու գողության պատճառով։ Կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են, գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ են։ Սպանության դեպքեր շատ չեն, գրեթե չկան։ Վերկացից մինչև քնի ժամ սահմանված է օրվա կարգացուցակով։ Հեղինե Մարտիրոսյանը նշում է, մեծ տեղ են տալիս վերասոցիալականացմանը, նաև զբաղվածություն ու կրթական ծրագրեր են ապահովում։ Շատ կանայք դատապարտյալներ ունենք, որոնք աշխատում են, իրենց աշխատանքով են զբաղված, բայց վերասոցիալականացումը առաջին տեղում է։ Այսինքն մենք աշխատանքը բաշխում ենք այնպես, որ այդ աշխատաժամանակը չխանգարի վերասոցիալականացման պրոցեսին։ Մասնագետները նայում են ըստ զբաղվածության, էլի։ Մեկը 0.25-ով է աշխատում, մեկը 0.5-ով, որպեսզի կարողանան նաև մասնակցեն դասապրոցեսներին, կարողանան մասնակցել միջոցառումներին, ոչ մի բանից հետ չմնան։ Ես կարի եմ գնում, կարի սովորելու, բայց վարպետ եմ կարում եմ, սա եմ սովորել։
Անպայման կուզեի, Համարում եք լավ գիտեք, որ դուրս գաք կկարողանաք այդ գործը։ անպայման կուզեի կարիցեղ ունենայինք, նստենք, կարանենք։ Քրեակատարողական հիմնարկի գրադարանից օգտվողներից ոմանք մասնագիտական գրականություն են նախընտրում, մյուսները գեղարվեստական գրքեր։ Այստեղ 2 ուսանող դատապարտյալ կա, որոնք հեռակա կրթություն են ստանում։ Խցերից, պատշախցերից մինչև խոհանոց, փաստաբանների կամ հարազատների հետ տեսակցության սենյակներ, քրեակատարողական ծառայության ու Աբովյան ՔԿՀ-ի ղեկավարության ուղեկցությամբ լրագրողների շրջայց էր կազմակերպվել ազատազրկման այս վայրում։ Առիթը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի լրագրողներին տված խոստումն է եղել, ազատազրկման պայմաններին ծանոթանալու հնարավորություն ստեղծելու մասին։ Լրագրողների հետաքրքրվածությունն էլ իր հերթին պայմանավորված է եղել այս տարի արձանագրված ինքնասպանությունների համեմատաբար մեծ թվով։ 2025 թվականին բոլոր քրեակատարողական հիմնարկներում միասին գրանցվել է 8 դեպք։ Ոլորտի պատասխանատուները նկատում են, նախորդ տարիներին վիճակագրության կայուն նվազումը հիմք էր տվել կարծելու, թե այդ առումով լուրջ խնդիր արդեն չկա։ Եթե օրինակ 21-22 թվականներին ինքնասպանության 3-ական դեպք է եղել, 23 թվականին գրանցվել է 2-ը, 24-ին ընդհանրապես չի գրանցվել։ Աբովյան ՔԿՀ-ի հոգեբանն էլ ասում է, ամենաբարդ 2 դեպքը, որոնց ուղղությամբ հիմա աշխատում է, ելի կապված է ինքնասպանության մտքերի հետ։ Մի դեպքում համարում է, որ արդեն ռեմիսիայի, արարքի վտանգավորությունը գիտակցելու եւ այն ղեկավարելու փուլում է, մյուսի հետ կապված դեռ արդյունք չկա։ Նշում է, որ կալանավորների ու դատապարտյալների հոգեբանական խնդիրները հիմնականում կապված են միջանցքային փոխհարաբերությունների հետ։ Խնդիրը ել ավելի է բարդանում, երբ դրսից բերած խնդիրը հանդիպում է ներսի խնդրին։ Բոլոր խնդիրները գալիս են, երբ որ 2 միջավայր իրար հետ համընկնում է, այսինքն դրսից այդ խնդիրը ինքը իր մեջ կրում է եւ գալիս է այստեղ այդ արտահայտման խնդիրները բերում են կոնֆլիկտի։ Առաջիկայում նախատեսվում է 2 խցում փորձնական տեղադրել տեսախցիկ, ինքնասպանության փորձերը կանխելու մտադրությամբ։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան որևէ ազդանշան չի ստացել Բեռլինում, Կիևի, Վաշինգտոնի եւ Եվրոպայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Դմիտրի Պեսկովի խոսքով ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումների նոր փուլ անցկացնելու համար Ռուսաստանը նախ պետք է ծանոթանա դրանց։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Սպիտակ տան թիմն առաջիկա օրերին պատրաստվում է Կրեմլին փոխանցել 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը, ինչից հետո կրկին խորհրդակցություններ կանցկացվեն Կիևի հետ։ Պեսկովը չի հաստատել այդ տեղեկությունը։ Կրեմլի խոսնակը նաև կասկածում է, որ եվրոպական կողմը կարող է դրական դերակատարում ունենալ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում։ Հայտարարություններով է հանդես եկել նաև Ուկրաինայի նախագահը։ Նա տեղեկացրել է, որ այժմ բանակցային ամենակարևոր հարցերը վերաբերում են տարածքներին եւ անվտանգության երաշխիքներին։ Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը անվտանգության երաշխիքների կարևոր մասն է։ Նաև նրա խոսքով Կիևն ակնկալում է 2026 թվականին իր արևմտյան դաշնակիցներից ստանալ 40-ից 45 միլիարդ դոլարի օգնություն։ Մեկնաբանելով Եվրոպայում ռուսական սառեցված ակտիվների հաշվին Ուկրաինային փոխհատուցում տրամադրելու Բրյուսելի ծրագրերը Զելենսկին նշել է. պատերազմի հետևանքով Ուկրաինային հասցված վնասը 3 անգամ ավելի մեծ է, քան այդ 200 միլիարդ դոլարը։ Հունգարիան Միացյալ Նահանգների հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել տարեկան 400 միլիոն խորանարդ մետր ամերիկյան հեղուկացված բնական գազ գնելու մասին։ Երկրի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ սա կարևոր շրջադարձ է երկկողմ էներգետիկ գործակցության ոլորտում։ Հետաքրքրված ենք էներգետիկ ռեսուրսներ գնել, որքան հնարավոր է շատ մատակարարներից եւ տարբեր խողովակներով, հնարավորինս ցածր գնով, մանրամասնել է Պետեր Սիարտոն։ Միևնույն ժամանակ դիվանագետը մեղադրել է Եվրամիությանը Հունգարիային էներգետիկ որոշ աղբյուրներից իբր զրկելու փորձերի համար։ Ներկայումս Բուդապեշտը գազի մեծ մասը գնում է Ռուսաստանից, տարեկան մոտ 8 միլիարդ խորանարդ մետր։ Այն մատակարարվում է թուրքական հոսք խողովակաշարով։ ԱՄՆ նախագահը հայտարարել է Վենեսուելայի ծովային շրջափակման մասին, ըստ Դոնալդ Թրամփի պատժամիջոցների տակ գտնվող նավթային տանկերներին պետք է արգելվի մուտք գործել Վենեսուելա եւ լքել երկրի տարածքը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է աննախադեպ ճնշում գործադրել երկրի իշխանության վրա։ Նրանք Միացյալ Նահանգներին պետք է վերադարձնեն մեզնից նախկինում գողացված նավթը, հողը եւ այլ ակտիվներ։ Մադուրոյի անօրինական ռեժիմը օգտագործում է այդ նավթը իր նարկոտերորիզմի, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների եւ առևանգումների համար, գրել է Թրամփը
Truth Social-ի էջում։ ԱՄՆ նախագահը նաև հիշեցրել է, որ Վենեսուելայի իշխանությունը նոյեմբերին ճանաչվել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Կարակասը մեղադրել է Թրամփին սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքը, ազատ առևտրի եւ ազատ նավարկության սկզբունքները խախտելու համար։ Վենեսուելայի իշխանության տարածած հաղորդագրության համաձայն Դոնալդ Թրամփը մտադիր է յուրացնել երկրի հարստությունները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլաս Մադուրոյի հետ, նրանից պահանջելով լքել Վենեսուելայի նախագահի պաշտոնը։ Ամերիկյան կողմը մեղադրում է Մադուրոյին նարկոկարտելների եւ Միացյալ Նահանգներ թմրանյութերի ապօրինի արտահանման հետ կապ ունենալու համար։ Դոնալդ Թրամփն ընդլայնել է ԱՄՆ մուտքի սահմանափակումները եւս մի քանի երկրի քաղաքացիների համար։ Դրանց թվում են Բուրկինա Ֆասոն, Մալին, Նիգերը, Հարավային Սուդանը, Սիրիան։ Արգելքը վերաբերում է նաեւ Պաղեստինի ինքնավարության կողմից տրված փաստաթղթեր ունեցող անձանց։ Հունվարի 1-ից նրանք չեն կարողանա մուտք գործել ԱՄՆ ոչ որպես զբոսաշրջիկներ, ոչ էլ հատուկ վիզաներով։ Այսպիսով Թրամփի վարչակազմն ամբողջությամբ արգելել է մուտքն ԱՄՆ 19 երկրի քաղաքացիների եւ պաղեստինցիների համար։ Նոյեմբերին Սպիտակ տունը հայտարարել էր, որ վերանայելու է այդ 19 երկրի քաղաքացիներին տրված կանաչ քարտերը։ Թրամփը խոստացել է վերջ դնել ներգաղթին երրորդ աշխարհի երկրներից։ Անտառպատման համար նախատեսված 7000 տնկի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանի աշխատակիցները հողից հանել, տեսակավորել ու խրամատավորել են։ Հայանտառ պոակի Սյունիք մասնաճյուղի ղեկավարը տեղում է գնահատում տնկիների վիճակը։ Արմատային համակարգից սկսենք։ Առողջ տնկիներ են։ Եվ ստեղ նայելուց հիմնականում նայում ենք, որ ինքը սնկային հիվանդություններ չունենա։ Տնկիները բոլորը առողջ են, բոլորը շատ լավ տնկիներ են։ 7000-ը կարմրաքարի, 5000 տնկի էլ աճանանի համար են նախատեսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանում։ Սերմը ցանելու պահից հետևում ու խնամում ենք յուրաքանչյուր սերմնաբուսակ։ Հենց դա է բարձր կպչողականության գրավականը, ասում է կառույցի համակարգողը։ Անտառների վերականգնման շրջանակներում տնկարանային տնտեսության կողմից պլանավորվել է եւ լրացման աշխատանքների համար նախատեսվել է տրամադրել հիմնական անտառ կազմող տեսակներից թխկի, հացի, կաղնի, լորենի, բոլորը առողջ, բոլորը կպչողականությունը շատ բարձր տոկոս։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ շրջակա միջավայրի նախարարության Հայանտառ պոակի արդյունավետ համագործակցության շնորհիվ է Կապան համայնքում անտառային հողերի 2 տեղամաս անտառպատվում։ ԶՊՄԿ-ի հետ մեր համագործակցությունը քննարկումները սկսվել են դեռևս 2023 թվականին, պայմանագիրը կնքվել է եւ մեկնարկը պայմանագրի տրվել է 2025 թվականին։ Անտառպատվել է շուրջ 18 հեկտար տարածք Աճանանում եւ Կարմրաքարում, 11 հեկտար Կարմրաքարում եւ 8 հեկտար Աճանանում։ Այս պահին անտառպատված տարածքի վիճակը գնահատվում է բավարար, այսինքն մոտ 65-ից 68-69% մենք ունենք պահպանվածություն։ Կարմրաքարում Արամ Շագալյանն իր ձեռքով է տնկում կաղնիներն ու լորենիները։ Հորդորում տնկելուց հետո արմատների շուրջ բոլորը լավ սեղմել։ Եթե քամին հասնի բույսի արմատին, 90% հավանականությամբ այն կչորանա։ Աշունը մենք տնկին դնում ենք այն դեպքում, եւ որ ջրա հեռացումը տեղի ունենում։ Մենք կարանք նաեւ հունվար ամսին տնկիները տնկենք։ Ոչ մի խնդիր չի առաջանում, եթե մեր հողային շերտը ընդհանրապես սառած չի լինում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպաններն ամենօրյա ռեժիմով հետևում են աշխատանքներին թե Կարմրաքարում, թե Աճանանում։ Արձանագրում ծագող յուրաքանչյուր խնդիր։ Արդյունքներն ամփոփելիս էլ հպարտությամբ նշում 60%-ից ավելի կպչողականություն են դրսևորել տնկիները։ ԶՊՄԿ-ն պետության առաջ ուներ անտառվերականգնման պարտավորություն, որը շատ բարեխղճորեն նախատեսվածից որոշ քանակություն էլ այս փուլի համար ավել իրականացրել է։ Հենց այս պահին Հայանտառ պոակի գործընկերների հետ մոտ 17554 ծառ համալրում ենք անելու մինչև տարեվերջ, մինչև այս մոտակա 2 շաբաթվա մասին է խոսքը, եւ նմանատիպ աշխատանքները արվելու է նաեւ 26 թվականին, 27 թվականին։ Կարմրաքարում եւ Աճանանում տնկված անտառային հատվածները բացառիկ են։ Դրանք ունեն ոռոգման համակարգեր, որ նորատունկերը բնության բարեհաճությանը չսպասեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2 տեղամասում էլ ամբողջական ցանց է կառուցել։
կառուցվել է ոռոգման համակարգ, որոնք սնուցվելու են ավազաններից, որի մոտ կաղնած ենք, կայմրաքարը, որի անտառպատման մակերեսը կազմա 11 հեկտար, ստեղ կառուցվել է 2 հատ ավազան 150 մետր խորանարդ տարողունակությամբ, որոնք բարբերական ջրամատակարարում են ունենալու, որպեսզի համակարգը աշխատի, իսկ աճանանը, որը 7 հեկտար մակերես է զբաղեցնում, իր ոռոգման համակարգի ավազանը մոտ 200 մետր խորանարդանոց 1 ավազան է, ընտրվել է հաշվարկի միջոցով, լրիվ բավարարում է տնկված ծառերի քանակին եւ ինչպես մի հատ էլ մատնանշեմ, որ առհասարակ շատ հազվադեպ է լինում, որ անտառային վերականգնման համար ոռոգման համակարգ են օգտագործում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանում ստացված բույսերը կարելի է հանդիպել ամբողջ մարզում։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունն անմասն չի մնացել Քաջարանի, Կապանի, Ագարակի, նույնիսկ Սիսիանի կանաչապատման գործում։ Ավելի կանաչ սյունիք ունենալու համար այս տնկարանը տրամադրել է շուրջ 50,000 ծառաթփատեսակ եւ մոտ 30,000 տարատեսակ ծաղիկների ու վարդերի թփեր։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցները ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած բեռնատար ավտոմեքենան եւ կցորդը։ Արդյունքում կասկածներ են առաջացել, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացու կողմից ճահագործվող բեռնատարի գծորդի արջևի մասում արկա է գաղտնարան։ Տեղեկությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանեգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին, որից հետո պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ օգտագործելով տեխնիկական միջոցներ իրականացվել է բեռնատար մեքենայի եւ կցորդի զննություն։ Բեռնատարի կցորդի նախապես պատրաստված գաղտնարանից հայտնաբերվել է 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ, լցված հերոին տեսակի թմրամիջոցով։ Թմրամիջոցի մաքսանեգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի ԱԱ-ն, ով ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է քննչական կոմիտեի մարդկանց տրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական վարույթի շրջանակում դատանի համապատասխան որոշման հիման վրա նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մաքսանեգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված 161 կիլոգրամ հերոին տեսակի թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխվեր Վրաստան։ Ներկայում Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողների եւ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են լայնածավալ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Թմրամիջոցները Հայաստանի Հանրապետության տարածքով տեղափոխումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից բարձր ստանդարտներ է որդեգրել, որպես ներքին անվտանգության ապահովման պատասխանատու, նախարարությունը հետևողական է, որպեսզի ոստիկանության ծառայողներն անձնական տվյալների հետ աշխատելիս առաջնորդվեն բացառապես օրենքի պահանջներով։ Այդ համատեքստում ոստիկանության ծառայողների համար մշակվել են անձնական տվյալների պաշտպանություն եւ անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում ուղեցույցները, նաեւ ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ Ուղեցույցի նպատակը առավել պարզ, մատչելի տարբերակով, սխեմաների միջոցով, պրակտիկ օրինակների միջոցով ներքին գործերի նախարարության աշխատակիցներին ծանոթացնելն է անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությանը եւ դրա կիրառման կանոններին, առանձնահատկություններին։ Էմիլ Մարգարյանի խոսքով ոստիկանության ծառայողներն ամենօրյա գործունեության ընթացքում առնչվում են անձնական տվյալների հավաքագրմանն ու մշակմանը, ուստի ուղեցույցը անձնական իրավունքների պահպանման եւ ոստիկանության գործառույթների պատշաճ իրականացման համար կարևոր նշանակություն ունի, միաժամանակ նպաստելով իրավապահ համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։ Հատկապես շեշտադրվել է, որ անձնական տվյալները դրանց վնասումը կամ ոչ ճիշտ իրականացումը կարող է
վնաս պատճառել անձին նաև մի շարք այլ իրավունքների, դրանից ելնելով ել ավելի է կարևորվում նման ուղեցույցի ստեղծումը եւ կիրառումը։ Ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը բարձր ռիսկային իրավիճակներում ուժի կիրառման, կարգավորող իրավական դաշտի, համաչափության անհրաժեշտության վերաբերյալ համալիր ձեռնարկ է, որի մշակման աշխատանքներին ներգրավվել են կրթահամալիրի եւ ոլորտի լավագույն մասնագետները։ Պատրաստվել է համապատասխան ուղեցույցը, որը որ էլի սխեմատիկ տարբերակով առավել պարզ շարադրմամբ հնարավորություն է տալու, որպեսզի ոստիկանության տարբեր ստորաբաժանումները իրենց գործառույթները առավել պատշաճ եւ մատչելի իրականացնեն։ Ձեռնարկները միտված են ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, գործառույթային պարտականությունների առավել պատշաճ կատարմանը եւ քաղաքացիակենտրոն մոտեցումներով առաջնորդվելուն։ Հասարակական անվտանգության նոր երաշխավոր ոստիկանության գվարդիան ավելի քան 1 ամիս է իրականացնում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրեն վերապահված լիազորությունները, կիրառելով առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմ։ Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաեւ իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում։ Դեկտեմբերի 5-ի ժամը 20:20-ի սահմաններում գվարդիայի համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք զինամթերք են հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, F1 նռնակ եւ պահեստատուփեր։ Հերթական բացահայտումը կրկին Աբովյանում էր։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների հետ դեկտեմբերի 8-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նման ողառարկա։ Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ եւ 93 փամփուշտ։ Երկու դեպքերով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 24/7 ռեժիմով շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց վերապահված գործառույթները։